Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգին Սրբո ամեն։ Հաջորդ օրը ժողովուրդ, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսավ, որ այնտեղ այլ նավակներ չկան, բացի միայն մեկից, որի մեջ մտել էին Հիսուսի աշակերտները, իսկ Հիսուս իր աշակերտների հետ նավակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել։ Սակայն Տիբերիայից ուրիշ նավակներ էլ գալիս էին մոտ այնտեղին, ուր հաց էին կերել։ Ուրեմն երբ ժողովուրդը տեսավ, որ Հիսուս այնտեղ չէ, եւ ոչ էլ նրա աշակերտները, նավակներ նստեցին եւ եկան Կափառնայում Հիսուսին փնտրելու։ Եվ երբ նրան գտան ծովի մյուս կողմում, ասացին նրան. «Ռաբբի, երբ եկար այստեղ»։ Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից եւ կշտացաք։ Գնացեք, աշխատեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ մնում է հավիտենական կյանքի համար, եւ որ մարդու որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը Աստված»։ Նրան ասացին. «Ինչ անենք, որ Աստծո ուզած գործերը գործենք»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծո ուզած գործը այս է, որ հավատաք նրան, ում նա ուղարկեց»։ Նրան ասացին. «Ինչ նշան կանես, որ տեսնենք եւ հավատանք, ինչ գործ կգործես։ Մեր հայրեր անապատում մանանան կերան, ինչպես որ գրված էր, երկնքից նրանց հաց տվեց ուտելու»։ Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսեսը չէ, որ ձեզ երկնքից հաց տվեց, այլ իմ Հայրը, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից, որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կյանք է տալիս աշխարհին»։ Նրան ասացին. «Տեր, ամեն ժամ տուր մեզ այդ հացը»։ Հիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը։ Ով դեպի ինձ գա, քաղց չի զգա, եւ ով ինձ հավատա, երբեք չի ծարավի, բայց ես ձեզ ասել եմ, թե դուք տեսաք եւ չեք հավատում։ Բոլոր նրանք, ում Հայրն ինձ է տալիս, կգան ինձ մոտ, եւ ով որ ինձ մոտ կգա, դուրս չեմ անի, որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց»։ Հովանու ավետարանի 6-րդ գլխի այս հատվածն էր, որտեղ Հիսուս ժողովրդի հետ խոսում է հացի բազմացման հրաշքի հաջորդ օրը։ Նախորդ օրը հացը բազմացրել էր Հիսուս, հետո գիշերը աշակերտները նավակով անցել էին ծովակը, Հիսուս քայլելով էր անցել ջրի վրայով, եւ հետո առավոտյան արդեն ընթերցեցինք, ժողովուրդը փնտրեց, գտավ Հիսուսին եւ այս խոսակցությունը ծավալվեց Հիսուսի եւ ժողովրդի միջեւ։ Շատ կարեւոր մի խոսակցություն, որը ընդհանրապես մարդու լինելիության, մարդու գոյության, մարդու կյանքի խորհուրդը, իմաստն է պարունակում իր մեջ։ Ինչու՞։ Երբ Հիսուսին հարցրին, պարզ հարց էին տալիս. «Վարդապետ, Ռաբբի, երբ եկար այստեղ»։ Հիսուս իրենց հարցին չի պատասխանում։ Հիսուս անցնում է բուն իր նպատակին, մարդու կյանքի իմաստը, խորհուրդը բացատրելուն։ Ասում է, դուք չեք փնտրում ինձ նրա համար, որ հրաշքներ եք տեսել, դուք ինձ փնտրում եք նրա համար, որովհետև երեք դուք հաց կերաք եւ կշտացաք։ Սոված էին, կերակրեց Հիսուս։ Եվ շարունակում է Հիսուս, ասում է, գնացեք աշխատեք ոչ թե կորստական կերակրի համար, այլ այն կերակրի, որը հավիտենական կյանքի կերակուրն է, որը կյանք է տալիս աշխարհին։ Ուրեմն այս խոսքերը մենք տարբեր կերպերով, տարբեր անգամներ խոսել ենք սրանց մասին, բացատրել ենք, մեկնել ենք։ Այս անգամ մի ուրիշ կողմից եմ ուզում խոսել։ Այս խոսքերը ուտել-չուտելու խնդիր չի։ Այս խոսքերը կյանքի նկատմամբ վերաբերմունքի խնդիր է։
թե մենք կյանքի նկատմամբ ինչ վերաբերմունք ունենք։ Այս աշխարհի մեջ, որ մենք կյանքը ապրում ենք, ինչի ենք ապրում։ Հիսուս խոսում է վերին բաների մասին։ Եվ ասում է աշխատեք այդ կերակրի համար։ Ոչ թե ինչ որ մի բան ուտելու մասին է խոսքը։ Նույնիսկ այս անգամ ուրիշ անգամ խոսել ենք որպես սուրբ հաղորդության մասին, բայց այս անգամ այդ մասին էլ չենք խոսում։ Բա ինչի մասին է խոսքը։ Որ ձեր կյանքը ի վերուստ է տրված ձեզ, եւ դուք այդ կյանքը պիտի ապրեք որպես ի վերուստ շնորհված մարդ։ Դուք այդ գիտակցությամբ պիտի ապրեք կյանքը։ Ոչ թե դուք պիտի ապրեք կյանքը երկնքից Աստծուց կտրված, որ ցավոք սրտի այսօր աշխարհը շատ է այդ վիճակի մեջ։ Այլ Աստծով պիտի ապրեք ձեր կյանքը։ Սրանք կարևոր են։ Ինչի համար։ Մարդը անընդհատ պիտի գիտակցի, թե ինքը ով է։ Իր արարիչն ով է։ Եվ այդ արարիչը ինչի համար է, ինչ առաքելությամբ է իրան կյանքը պարգևել, իր կյանքը պարգևել իրեն աշխարհ բերել։ Հիմա շատերը այստեղ ծնողներ են։ Եվ ամեն մի ծնող իր զավակի հետ կապված մեծամեծ մտածումներ, ծրագրեր, իղձեր, փափագներ, երազանքներ ունի։ Բնական է, որ այդպես պիտի լինի։ Մենք որ տկար, մեղավոր մարդիկ լինելով, այդպիսի մտածումներ ունենք, երազանքներ ունենք։ Եվ մեր զավակները, որ աշխարհ են եկել, մենք այդ երազանքների մեջ ենք եղել, այդ անուրջների մեջ ենք եղել։ Բա Աստված, որ մեր բոլորի ծնողն է, ամեն մեկից որ կյանք է տվել, ինքը նպատակ, ինքը ծրագիր, ինքը իղձեր, փափագներ չունի մեզ հետ կապված։ Բայց մենք ինչու ենք այդ ամեն ինչը անտեսած ապրում։ Չենք հարցնում, Տեր Աստված, ինչ ես ուզում, ինչ անենք։ Մենք ուզում ենք, չէ՞ որ մեր զավակները մեզ հարցնեն, ասեն. հայրիկ, մայրիկ, ծնողներ, ինչ եք ուզում, ո՞նց անեմ, ինչ անեմ։ Ես այստեղ հիշեցի մի բան, որ նախկինում ասել եմ, իմ դպրոցական ընկերներից մեկը, որ գիտության մեջ շատ բարձր դիրքերի է հասել, ակադեմիկոս է, մի անգամ երբ հավաքվել ենք դասարանով այդպես հավաքի, մի քանի տարի սրանից առաջ, այն ժամանակ էլ բարձր պաշտոնի էր, եւ հայրը կենդանի էր, ասում է, ինչ որ անում եմ, գնում եմ հորս մոտ, դե արդեն 50-ից 60-ի մոտ մարդ, ասում է, գնում եմ նստում եմ հորս կողքը, ասում եմ, հեր, ասենց բան եմ որոշել, ինչ կասես։ Դե հայրն էլ արդեն 80-ից մարդ, ասում է, ամեն անգամ նույնն է ասում, ասում է, դու ինձանից լավ գիտես, ոնց որ որոշել ես, նենց էլ արա։ Ամեն անգամ, բայց ասում է, ես գիտեմ ներսումս, եթե մի բան անեմ ու իրան չասեմ, ինք իրա սրտի մեջ կնեղվի։ Կասի էլ տղես ինձ չի հարցնում, կամ տղես ինձ էլ բանի տեղ չի դնում։ Թե ոչ մի անգամ ասում է, դու ինձանից լավ գիտես, դու արա։ Այսինքն ինչ ուզեցի ասել, որ ծնողները ակնկալում են, որ զավակները իրենց հաշվի պիտի առնեն։ Բա մեր երկնավոր հայրը չի ակնկալում, որ մենք իրան հաշվի պիտի առնենք մեր կյանքերում։ Բա ոնց ենք առանց իրան հաշվի առնելու ապրում մեր կյանքը։ Մեր խելքի փչացից պես, մեր ուզածի պես, ոնց կպատայի, փնթի, թափթփված։ Էն էլ, որ մենք մարմնավոր ծնողներս սխալական ենք եւ երբեմն կարանք սխալվենք եւ երբեմն կարանք մեր զավակներին սխալ խորհուրդ տանք։ Չիմանալով, ոչ թե միտումնավոր, սխալ տեղ ուղենք, բայց երկնավոր հայրը անսխալ է եւ անսխալականը, ինքը երբեք չի կարող սխալվել մեզ առաջնորդելուց։ Այդ մենք ենք սխալվում, երբ որ իր առաջնորդությունը անտեսում ենք, թողնում ենք։ Եվ ինչ էին ասում։ Ասում են լավ,
Ինչ անենք, որ Աստծո ուզած գործերը գործենք, հրյաներն են Հիսուսին ասում, ասում Աստծո ուզած գործը նա է, որ դուք հավատաք նրան, ում նա ուղարկել է, Տեր Հիսուս Քրիստոսին։ Եկեք մի բան մենք մեզ համար հաստատենք։ Ավետարանը հստակ է սովորեցնում, առանց Հիսուս Քրիստոսի, առանց Աստծո ներկայության մարդը չի կարող ապրել։ Ասում է, ես երկնքից իջա, ես եմ երկնքից իջած հացը, որ կյանք եմ տալիս աշխարհին։ Այսինքն, եթե մենք այդ հացը չունենք, Քրիստոս չունենք, Քրիստոսի ուսմունքը չունենք, իր վարդապետությունը չունենք, իր առաջնորդությունը չունենք, իրեն չունենք մեր կյանքերի մեջ, մենք ուրեմն կյանք չունենք, որտեղ ասեց, ես եմ, որ գալիս եմ կյանք տալու աշխարհին, ուրեմն մենք ապրում ենք ոչ կյանքով, բա ինչ ենք անում, ուղղակի գոյություն ենք քաշ տալիս, կենսաբանական արարածներ որպես ապրում ենք ոչ Աստծո ստեղծած, Աստծո պատկերով եւ Աստծո նմանություն ունեցող մարդիկ, բայց Աստված այդ մեզ վեհ կոչումին արժանացրել, իր պատկերը կրելու, իր նմանություն ունենալու, բայց մենք այդ ամեն ինչը թողած ապրում ենք, ինչպես Սաղմոս 2-ն է ասում, ես չեմ ասում, չվիրավորվեք, ապրում ենք ինչպես անասուններ, հեռացած Աստծուց, մոռացած Աստծուն, Աստծուն թողած։ Ուրեմն եթե մենք այդպես ենք ապրում եւ պիտի շարունակենք այդպես ապրել, ուրեմն մենք իրականում չենք ապրում։ Մեր կյանքը դառնում է անասունի կյանքի պես մի բան։ Մի օր կապրենք, կուտենք, կխմենք, կտաքանանք, չգիտեմ, հաճույք կզգանք կամ վախենանք, վատ կզգանք, ես կլինի, մի օր կվերջանա ու ոչինչ չի լինի։ Բայց Աստված մեզ վեհ բանի է կոչել։ Մեզ կոչել է աստվածանալու, մեզ կոչել է սրբանալու, մեզ կոչել է երկինք գնալու, Աստծո հետ միավորվելու, մեր արարչի հետ լինելու։ Հավիտենական երանությանը կոչել Աստված մեզ եւ ուզում է, որ մենք այս մտայնությամբ ապրենք, գնացեք աշխատեք ոչ թե կորստական կերակրի համար, այլ այն կերակրի, որ հավիտենական կյանքի համար է։ Հիմա գոնե այսօր եկեղեցում հավաքվածները որոշակիորեն, որ հավաքվել ենք մենք բոլորս միասին այստեղ, որոշակիորեն այդ մտածումը ունենք, ինչի մասին խոսում է ավետարանը։ Բայց այստեղ էլ խնդիր կա։ Դրա մասին խոսում էր Պողոս առաքյալը, ասում է այսօր շատերը տարել եք Աստված պաշտության կերպարանքը, բայց Աստծո զորությունը ուրացել եք։ Մենք աղոթում ենք, մենք ավետարան ենք կարդում, պատարագի ենք գալիս, հաղորդություն ենք ստանում, բայց ոչ միշտ ենք ապավինում Աստծո մեր կյանքում։ Մենք լավ կերպարի մեջ ենք Աստված պաշտության, բայց այդ զորությունը հավատքի ուրացած ենք ապրում, որ երկար ժամանակ գյուղում երաշտ է լինում, անձրև չի լինում, գյուղացիները հավաքվում են, ասում են Տեր հայր, գնանք Սարի գլխին անդաստան անենք, աղոթենք, որ Աստված անձրև տա։ Եվ ամբողջ գյուղով հավաքվում են, որ գնան անդաստանի եւ մի փոքրիկ երեխա անձրևանոց է հետը վերցնում։ Ասում են, այ երեխա, այս չոր եղանակին այս անձրևանոցը ինչի ես վերցրել։ Ասում է, բա գնում ենք աղոթենք, որ անձրև գա։ Հիմա մեր հավատքը այս երեխայի հավատքի նման է, թե այդ մեծերի նման, որ ասում են, ես ինչի ես անձրևանոց վերցրել։ Ամեն մեկս մտածենք մեր մեջ։ Մեր կյանքում հանդիպող իրավիճակների, խնդիրների, դժվարությունների ժամանակ մենք ոնց ենք մեզ դրսևորում, այս երեխայի նման, թե այն մեծերի նման։ Եվ Պողոս առաքյալն ասում է, այսօրվա թուղթը, որ ընթերցվեց, վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, անբարտավան, հայոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուշկալ, դաժանաբարո, անբարեսեր,
մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան Աստվածասեր։ Հեշտություններ սիրող, հաճույքներ սիրող, քան Աստծուն սիրող։ Մարդիկ, որ ունեն Աստված պաշտության կերպարանքը, սակայն ուրացել են նրա զորությունը։ Հիմա որ ասեմ, բնական է, այդպես է, բայց կասեք դե միշտ էլ տենց է, այո, միշտ էլ տենց է։ Գոնե իմ կյանքի տևողությունը թույլ է տալիս, որ ես այս բաների մասին խոսեմ սրանից մի 50 տարի առաջվա։ Մի 50 տարի առաջ էլ ես կար։ Այս ամեն ինչ որ կարդացի։ Բայց այսօր շատ ավելի խորացել ու սաստկացել այս ամեն ինչը։ Շատ ավելի, քան այն ժամանակ։ Եվ դրանից առաջ էլ, էլի մի օրինակ բերեմ, թե ինչ ոնց է փոխվում կյանքը։ Ես երբ որ երիտասարդ էի, նոր ավարտեցի իմ ուսումը եւ անցա աշխատանքի, իմ ղեկավարը մի կին էր, որը կլներ այսօրվա իմ տարիքին, կամ մի քիչ պակաս, մի 60 տարեկան կին էր, ես էլ 20 քանի տարեկան։ Դա 80-ական թվականներն էր։ Սկիզբ 80-ի սկիզբներն էր։ Եվ ինչ էր ասում ինքը։ Ասում էր իմ հայրը ասում է, այսինքն իր հայրն էր, դրանից էլ 30 տարի առաջ գնացեք, այսինքն 80-ից 30 տարի առաջ 50-ական թվականներին կամ 40-50 թվականներին։ Իմ հայրն ասում է, այն ժամանակ, իրանց ժամանակներում, ում որ ուզում էին վատ ձևով բնութագրել, ում որ ուզում էին վատ բան ասում էին այս մարդը շուստրի է։ Հիմա ասում է, այսինքն 80-ականներին, ում որ ուզում են գովեն, ասում են այս մարդը շուստրի է։ Շուստրի գիտեք ռուսարեն, հա, խորամանկ, բայց ավելի վատ առումով, հա, նենգ առումով, հա։ Հիմա ասում է այն ինչ որ բացասական հասկացողություններ, այսօր դառել է դրական հասկացողություն։ Եվ ասեմ, զարմանալի չի, բոլորս էլ գիտեն, գոնե միջին տարիքի եւ ավագ սերնդի մարդիկ գիտեն, հա, գող ինչ վատ բան է, բայց հասարակության մեջ այն բանն է ձևավորվել, որ գողասելը դառել է մի տեսակ, դառել էր կամ դառել է կամ մինչև հիմա կա, չգիտեմ, հիմա չեմ շփվում, չգիտեմ, դառել է մի տեսակ բան, ոնց որ մեծարանքի կամ չգիտեմ, ինչ որ մի լավ բան, ավտորիտետ է, ռուսերեն բառ եմ օգտագործում, կներեք, այսինքն ինչքան է խեղվել մեր մտածելակերպերը։ Բայց ես ամեն անգամ, որ խոսում եմ մարդկանց հետ, ասում եմ, գիտես, Աստվածաշնչում գրված է, որ կռապաշտները, պոռնիկները, ստախոսները, այս, այդ թվում նաև գողերը երկնքի արքայություն չեն մտնելու։ Մի մտածեք, որ լավ բաներ եք ասում, այդ լավ բաներ չի։ Դա դատապարտելի բաներ է եւ դժոխքի են արժանի այդ ամեն ինչը։ Այս է իրավիճակը։ Ինչի մասին խոսում է Պողոս Առաքյալը։ Այսպիսի իրավիճակը պետք է լինի աշխարհի մեջ, բայց մարդիկ պետք է լինեն, որ այս իրավիճակի մեջ պիտի փորձեն ապրել այն կյանքը, ինչի մասին Քրիստոսն ասում է, Աստծո հետ կյանքը, ճշմարտապես Աստծո հետ կյանքը։ Եվ իր հատվածի վերջում Պողոս Առաքյալը իր աշակերտ Տիմոթեոսին ինչ է ասում. Իսկ դու հետևեցիր իմ վարդապետությանը, իմ վարմունքին, կամեցողությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն համբերությանը եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում, Լյուստրայում։ Գիտես, թե ինչպիսի հալածանքների ենթարկվեցի, բայց Տերն ինձ փրկեց այդ բոլորից եւ բոլոր նրանք, որ ուզում են Աստված պաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն։ Ահա այսպես ավարտում այսօրվա հատվածի իր խոսքը Պողոս Սրբազան Առաքյալը։ Ուրեմն այս էլ մի արտառոց բան չի։ Պողոս Առաքյալի ժամանակ էսպես էր, դարերի ընթացքում էսպես է եղել,
երեք Սուրբ Սարգսի տոնն ենք նշում, այդ նույն Սուրբ Սարգիսը այդ բաների միջով անցավ։ Ուզում էր Աստված պաշտությամբ ապրել, հալածանքների ենթարկվեց, մինչև իսկ նահատակվեց, սպանվեց։ Եվ այսօր էլ, եթե ուզում ես Աստված պաշտությամբ ապրել, անպայման պիտի հալածանքներ կան գլխիդ։ Եթե չկան, ուրեմն իմացիր, որ քո Աստված պաշտությունը պաճուճանքա, ձևա, կեղծա, կերպարանքի մեջ ես, ոչ ճշմարիտ Աստված պաշտության, որտեվ սա ավետարանական օրենք է, ինչի մասին խոսում է։ Տեր Հիսուս Քրիստոսն էլ այս մասին ասեց աշխարհի մեջ աշակերտներին էր ասում, իրեն հետևորդներին էր ասում էր աշխարհի մեջ շատ նեղություններ պիտի ունենաք, բայց քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Հաղթանակի ճանապարհը միշտ փշոտ է լինում, միշտ դժվարին է լինում, բայց վերջը հաղթանակ է։ Ինչպես Սուրբ Ավետարանն է ասում, անձուկ նեղ փշոտ է ճանապարհը, որը տանում է դեպի երկինք, լայն ընդարձակ հեշտ է ճանապարհը, որը տանում է դեպի կորուստ, դժոխք, հավիտենական կործանում։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, մեր քաղաքում ենք ապրում, մեր ազգի, մեր ժողովրդի, այս մեր շրջապատում եղած իրավիճակի մեջ ենք ապրում։ Այս իրավիճակի նորից եմ կրկնում, առաջի անգամ չէ որ ասում եմ, այս իրավիճակի մեղավորը մենք ենք, ամեն մեկս այս իրավիճակի համար պատասխանատու ենք, որտև մենք մեր կյանքը չենք ապրել փնտրելով վերին կերակուրը, գնացել ենք աշխատել ենք կորստական կերակրի համար, հասկանում եք ինչ եմ ասում, չենք ապրել մեր կյանքը Աստծուն որպես հայր, Տեր, գերագույն սեր մեր կյանքերի մեջ ունենալով։ Բնական է, այդ ամեն ինչի վախճանը այսպիսին պիտի լինի, այդ ամեն ինչի արդյունքը այսպիսին պիտի լինի, բա ինչ պիտի անենք։ Դժվար չի։ Ասում եմ գնացեք, ապրեք, աշխատեք, մտածեք ուրիշ բաների մասին։ Ոչ այն նրա մասին, ինչով ապրեցիք ու հասակ այս վիճակին։ Փոխեք ամեն ինչ։ Քահանան փոխի, եպիսկոպոսը փոխի, կաթողիկոսը փոխի, վարչապետը փոխի, նախարարները փոխեն, միջազգային ազգերի կազմակերպություն, չէ։ Ուր գնացի ասա։ Ես պիտի փոխեմ։ Ինչը պիտի փոխեմ։ Այն ինչ ինձ է վերաբերվում։ Այն ինչ ես կարող եմ փոխել, այն ինչի փոխելու իշխանությունը կարողությունը ինձ տրված է Աստծուց։ Մեկ ժողովրդի մեջ խոսք կա, ասում է մեկ ծաղկով գարուն չի գա, մեկ ծաղկով գարուն կգա։ Օրինակ բերեմ, Նոյը մի հատ ծաղիկ էր, գարուն եկավ, աշխարհը կործանվեց, բայց մարդկությունը չկործանվեց, որտև Նոյը մի հատ ծաղիկ էր։ Ամբողջ աշխարհը ապականվել էր բացի Նոյից, բայց Նոյը գարուն բերեց աշխարհին, նորից աշխարհը վերածնվեց։ Սոդոմ Գոմորը ապականվել էր, բայց մի հատ ղովտ կար։ Այդ ղովտը չկործանվեց ապականված Սոդոմ Գոմորի հետ։ Մի հատ լուսավորչի գլխին թափվել էր ամբողջ ազգը եւ ուզում էր խեղդել, թաղել խոր վիրապում, բայց այդ մի ծաղիկը դուրս եկավ խոր վիրապից եւ ամբողջ աշխարհը, Հայաստան աշխարհը լուսավորեց Քրիստոսի ավետարանի լույսով։ Երբեք չմտածենք, որ մեկով բան չի փոխվում։ Մեկով շատ բան է փոխվում։ Մի մարդ լուսադեմին, արևածագին նոր լույսը բացվում է, ծովի ափով քայլում է ավազների վրա եւ տեսնում է, որ ալիքը գիշերային շատ ձկներ է թափել ավազի վրա, հազարավոր ձկներ կան ավազի վրա, որոնք դեռ թփրտում են։ Եվ ինքը արագ ձկներին վերցնում է ծովն անետում, մի մարդ է անցնում կողքով, ասում է, այ եղբայր, ասում է, անօգուտ գործով ես զբաղված, ինչ պետք է անես, այս հազարների մեջ այդ քո արածդ ինչ անելու։ Այս մարդը կռանում է մի հատ ձուկ է վերցնում,
Ասում այս հազարների մեջ իմ արածը ոչինչ է, բայց այս մի ձկան համար իմ արածը շատ կարևոր է եւ գցում է ջուրը։ Քրիստոս մի մարդու համար եկավ։ Քրիստոս քեզ համար եկավ, ինձ համար եկավ։ Քրիստոս չի ասում աշխարհը փոխեք։ Քրիստոսն ասում է դու փոխվիր։ Դու սկսիր ուրիշ կերպ մտածել։ Դու սկսիր Աստծով ապրել քո կյանքը։ Դու սիրիր Աստծուն եւ ջանա ամեն ինչ անել Աստծո համար։ Ճշմարտապես այդ զորությանը հաղորդվելով, այլ ոչ թե Աստված պաշտության կերպարանք առած։ Թող Աստված մեզ բոլորիս այս բաների մասին մտածելու եւ ոչ միայն մտածելուց հետո էլ քայլեր անելու շնորհ եւ ողորմություն անի։ Աստված մեզ իմաստություն տա, որ մենք մտածենք, անցնում է ժամանակը, անընդհատ վաղվան թողնելով, այդ վաղը ասում է երբեք չի գալիս։ Մենք այսօր է Պողոս առաքյալն ասում փրկության ժամանակ, այսօր է փրկության օրը, այսօրվանից սկսենք, վաղվան չթողնենք ոչ մի բան։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի, ամեն։